Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր երկարատև հարևանությունը թեկուզ եւ պատմական դժվարին հանգամանքներում որոշակի հետք է թողել մեր կենցաղի, լեզվի եւ անշուշտ երաժշտության վրա եւս։ Սակայն պետք է նկատել, որ ռաբիզը միայն արտաքին ազդեցությունների արդյունք չէ, այն ունի իր սոցիալական հիմքերը։ Շատերը, ովքեր հավանում են այս ժանրը, գտնում են, որ այն արտացոլում է իրենց կյանքը, զգացմունքները, ուրախություններն ու դժվարությունները։ Այս երկարվեստում կիրառվող պարզությունը ու անմիջականությունը կարող են գրավիչ լինել լսարանի մի զգալի հատվածի համար։ Միևնույն ժամանակ հասկանալի է նաև այն քննադատությունը, որը հնչում է ռաբիզի հասցեին։ Շատերը մտահոգված են, որ այն չի նպաստում բարձրաձև գեղագիտական ճաշակի ձևավորմանը եւ կարող է նույնիսկ վնասակար լինել երիտասարդ սերնդի համար։ Կա մտավախություն, որ այս երաժշտությունը չի արտացոլում մեր ազգային ինքնությունը եւ կարող է նպաստել մշակութային արժեքների արժեզրկմանը։